Որ հանուն ձեր հաղթանակ եք կվերկել, բայց վստահ եք, որ հաղթանակը ձերն է լինելու եւ եթե չհաղթեք նորից հարցնեմ, ընդդիմադիր տեխնացուին պատրաստ եք արժանապատիվ կերպով շնորհավորել, ով էլ որ Ես եկեք պատասխանեմ այն հարցերին առանց եթեների։ Կոնկրետ հարց լինի, կոնկրետ պատասխանեմ։ Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ բացարձակ վստահությունը վաղաշապատցու։ Եվ այդ մտքով եկել ենք եւ այդ մտքով ես այսօր այստեղ եմ քվեարկելու համար։ Եթե չի բացառվում, մենք հաստատ առիթներ կունենանք դա քննարկելու իրար հետ։ Չենք քննարկել, ոչ։ Չենք քննարկել, որովհետեւ եթե եթերներով ենք նայում, մենք չգիտենք եթերներով քանի ուժ կանցնի, որ ուժերը կանցնեն։ Հետեւաբար այս պահին իմաստ չկա քննարկել մի բան, եթե այսպես ասեմ, եթե այս պահին չգիտենք հստակ ովքեր են անցնելու, իմ կարծիքով չարժի քննարկել մի բան, որը որ պետք է ենթադրյալ ինչ-որ բաներ լինի։ Հանրապետություն կուսակցության տեխնացուն Հարություն Մկրտչյանը ասում է, որ ԿՊ-ն իր ձայները իրեն կմիանա, այսինքն առանց ձեր այդ պայմանավորվելու այդպիսի պատասխանատու հայտարարություններ։ Դա իր կարծիքն է, որ իր անձնական կարծիքն է։ Դուք չեք միանալու Մենք չունենք այդպիսի ոչ պաշտոնական, ոչ անձնական դիրքորոշում։ Ինքը ձեզանից ավելի բարձր մոտեցում Փարաքարում, ինչպես նաև Գյումրիում էր, որ բացարձակ հաղթանակ եք տանելու, բայց ես հիշեցնեմ, որ Փարաքարում բացարձակ պարտություն է կրել քաղաքացիական պայմանագիրը եւ իսկ Գյումրիում էլ ընդդիմադիր ուժերը կոալիցիա են կազմել եւ քաղաքային իշխանություն։ Շնորհակալ եմ ձեր դարակազմիկ հարցի համար, սա վաղարշապատն է։ Եվ սա տարբեր համայնք է։ Դե դու ասում եք հիշեցնեմ, պետք չի հիշեցնել, որովհետև ես Փարաքարում եղել եմ եւ քարոզարշավի ընթացքում եւ ամբողջ ընթացքում այնտեղ եղել եմ։ Եվ հասկացաք, եւ մենք շնորհավորել ենք հաղթող տեխնացուին։ Շատ լավ, ասում եմ մենք մեր ամբողջ քարոզարշավը կառուցել ենք վաղաշապատցու, այնտեղ էլ ենք այդպես կառուցել, հիմա էլ ենք այդպես կառուցում եւ մենք կարծում ենք, որ մենք այս ընթացքում ես Խոյ համայնքում իմ կառավարման տարիներին եւ վաղաշապատում իմ պաշտոնավարման ժամանակահատվածում կարծում եմ, որ մեր բնակիչների հետ եւ հանդիպումների ժամանակ եւ մեր կատարած աշխատանքով ավելի վստահ ենք։ Իսկ նախորդ երկու դեպքերում կարող ենք ասել, որ այդքան էլ այդպես չի եղել։ Այսինքն որ գնացիք ընտրության այցիկ, ձեր հասցեի վրա ուրիշ մարդիկ գրանցված են, որտեղ ահազանգեր կան, որ այսպես բնակիչների լցոնումներ են։ Ես առաջարկում եմ, ովքեր որ խնդիր ունեն, ահազանգեր ունեն, թող մոտենան ոստիկանություն, որովհետև դրա պատասխանատուն ոստիկանությունն է։ Եթե վերաբերում մեր հարցերը կոնկրետ մեր հասցեի վրա իմ ընտանիքի բացառապես իմ ընտանիքի անդամներն են։ Հիմա նույն Հարություն Մկրտչյանը, որ ասում է ԿՊ-ն ինձ միանալու, հիմա ինքը ձեզանից ավելի բարձր ռեյտինգ ունի ստացվում է։ Ինչ վստահությունն է, որ դուք եք հաղթելու, այլ ոչ ինքը։ Դե իմ այդ ռեյտինգը ով է չափում։ Դե իրեն հարցեք, բախի է տենց ամբագորգոր հայտարարություն։ Դե դուք հարցրեք, դուք էլ թող ձեր հարցի պատասխանը տա։ Մեխակյան չեք հետևել ձեր մրցակիցների քարոզարշավին, օրինակ ում շանսերն եք ռեալ գնահատում, ում ծրագրային մոտեցումներն են ձեզ ավելի մոտ, որ միգուցե հետագայում մի վերջո անգամ հաղթելու պարագային պետք է չէ հավաքան։ Այնքանով ինչքանով որ հետևել եմ, ծրագրային ամբողջ ծրագրերն էլ հրապարակված են, դուք ինքներդ կարող եք հրապարակում անել եւ տեսնել ծրագրային առումով, որ քաղաքական ուժերն են ավելի ընդգրկուն եւ ավելի վաղաշապատցու խնդիրներին վերաբերող ծրագրեր ներկայացնում։ Նիկոլ Փաշինյանից աջակցություն ունեք, նա նույնիսկ հարկ չհամարեց վերջին օրով գալ հանրահավաքին, պարոն Մեխակյան, դա ինչով էր պայմանավորված։ Ներողություն, Նարեկ ջան, ձեր հարցը մի քիչ կոռեկտ չեմ համարում, ինչի համար, եթե չլիներ աջակցություն, ես չէի լինի քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու։ Դուք առաջիկա օրերին իրենից հնարավորություն կունենաք այդ հարցի պատասխանել։ Չէ, հետաքրքիր չէ, մենք նման օրակարգ չենք ունեցել, որ ինքը պետք է գա։ Չեկավ, որ իր բացասական մենք նման օրակարգ չգծի ձեր վրա, պարոն Մեխակյան։ Հիմա դուք ձեր հարցով դուք նախորդ հարցին հակասում եք։ Ես շատ լավ կողմնորոշված եմ։ Ձեր հարցերով դուք նախորդ հարցերին բարձաբանեցին չեմ տարբեր հարցեր տալիս։ Հակասում եք։ Մենք մեր օրակարգում ի սկզբանե Նարեկ ջան, մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, մենք նույնիսկ հանրահավաք ի սկզբանե չենք էլ պլանավորել։ Դա ուղղակի քարոզարշավի ընթացքում
մեր հանդիպումների ժամանակ բնակչությունից ստացված դրական էներգետիկայով պայմանավորված որոշել ենք քայլերթի։ Քալինից ահագին մարդեր եկել, պարոն Մեխակյան։ Մեր բոլոր աջակիցները, ովքեր որ հարկ են համարել տարբեր տեղերից գալ, որոշել են որ գան։ Իրենք են որոշել գան կամ չգան։ Գյումրիից տեսան ահագին մարդկանց։ Այդ միացնում վաղար շաբաթում դուք չունեք բավարար աջակցություն ստրախովկայի համար, այսպես ասած, մարդկանց հավաքագրել եք մնացած տեղից։ Ես ձեզ առաջարկում եմ բոլոր նկարները դեմքերով իդենտիֆիկացնել եւ համեմատել քանի տոկոսն են այլ տեղերից, քանի տեղերն են վաղար շաբաթից, քանի հոգ են վաղար շաբաթից։ Եվ ձեզ համար པարզ կլինի Շատ լավ, հասկացանք։ Մենք ունենք ակտիվ կուսակցականներ, ակտիվ աջակիցներ, որոնք տարբեր հանդիպումների ժամանակ գալիս են, բայց ելի եմ ասում, այս շատերին նույնիսկ չեմ էլ ճանաչում անձամբ, իրենք որոշել են կան, որովհետև հրապարակային է եղել այդ հանրահավաքը, մենք նախորդ հայտարարենք դրա մասին եւ դա բաց է եղել։ Մամուլը եկել տատուներով, պարոն Մեխակյան, ձեզ աջակցելու։ Չգիտեմ, եւ ուղղակի Սարոյի համերգին ավելի շատ մարդ կար, քան ձեր հանրահավաքին։ Շատ լավ, ես ուրախ եմ Սարոյի համար ու դա նորմալ է, որ Սարոյի համերգին շատ մարդ կար, Էջմիածնի տոնին էլ 2-3 անգամ շատ մարդ կար, քան մեր հանրահավաքին, որովհետև դրանք տարբեր միջոցառումներ են։ Հանրահավաքը ցույց չէ, որ դրանք տարբեր միջոցառումներ են։ Զանգված այդքան մեծ չէ։ Դուք կարող եք համեմատություն տանել մեր հանրահավաքից 1 օր կամ 2 օր առաջ մեր մրցակից ուժերի հանրահավաքների հետ եւ կարծում եմ համեմատություն տանել համերգի հետ մեր նախորդ ուժերն էլ համատում են ինչ որ պանիխիդաների հետ, ինչ որ տենց չգիտեմ, տխուր բաներ չխոսանք, փակ իրենք ձեր չափանցիկ չունեն։ Քարոզարշավի ընթացքում Պապիկների հոգեհանգստին ավելի շատ մարդ է գալիս, քան Արգիշտի Մեխակյանի ամփոփիչ հանրահավաքին։ Դե ինչ ասեմ, ես ամեն տափակության հոչ եմ անդրադառնալու ներողություն։ Քարոզարշավի ընթացքում ընտրախախտումներ արձանագրվեցին, այդ ներողություն էլի զուգահեռ։ Քարոզարշավի ընթացքում նաև խախտումներ արձանագրվեցին, այդ թվում ձեր կուսակցության կողմից։ Դուք ո՞նց եք մեկնաբանում դա այդ ընտրախախտումները ձեր կողմից։ Եթե չեմ սխալվում, դրանք վերաբերվում էին քարոզչանյութերի տարածման հետ կապված, պաստառների, ես բարեգործության հետ կապված ամբողջությամբ ես հիմա հերթով պատասխանեմ։ Բարեգործության հետ կապված բազմիցս ես անդրադարձել եմ, եթե ձեզ կոնկրետ հետաքրքիր է, կարող եք վերցնել այլ լրատվականներից, որտեղ ես բազմիցս արտահայտվել եմ, ես ասել եմ, որտեղ չկա, ես համոզված եմ, որ այդտեղ չկա խախտում, որովհետև նախ քարոզարշավը սկսված չի եղել 1, երկրորդը ես հրավիրյալ եմ եղել եւ երրորդը այդտեղ որևէ քաղաքական ուժի հետ կապված որևէ խոսակցություն տեղի չի ունեցել։ Բայց կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում այդպիսի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ընդհանրապես դրա հետ կապ չունի։ Միգուցե հակակոռուպցիա կոմիտեի հետ եք։ Եթե կա վարույթում կքննվի եւ բոլորիս համար པարզ կլինի։ Բայց ես իմ անձնական դիրքորոշումն եմ ասում, ես բացառում եմ, որ այդտեղ լինի, որովհետև այդտեղ լինի որևէ խախտում, որովհետև այդտեղ ես ինքս հրավիրված մարդ եմ եղել եւ միջոցառումն էլ ընդհանրապես ոչ քաղաքական է եղել, ոչ էլ, մասնավոր անձի կողմից կազմակերպված միջոցառում է եղել։ Ներողություն եմ խնդրում։ Նաև ձեր մյուս հարցը պաստառների հետ կապված, որտեղ որ խախտում է եղել սահմանված ժամկետում, մենք վերացրել ենք այդ խախտումները եւ պարբերաբար նաև արձանագրել ենք մեր մրցակից քաղաքական ուժերի խախտումները նույնպես։ Իսկ բանը ինքնին է պարոն Մեխակյան, որ ցուցակները դրած տնից բաներ անում, նվիրատվություններ էր բաժանում, հա, դպրոցի տնօրեն։ Դե այդ մասով գիտեք, կա քրեական գործ, ես առանց ուղղորդմամբ է արել սեփական կանոնով։ Ժողովուրդ ջան, եկեք քրեական գործ կա, ինքը մինչև քրեական գործ հարուցվելը արդեն իսկ ինքնաբացարկ էր արել հանձնաժողովի նախագահի իր պաշտոնից, հետևաբար կարծում եմ իրավական դաշտում է եւ ամբողջական ինչի համար պետք է հարցաքննվեն։ Որը կապ ունենաք հիմա։ Իհարկե ոչ։ Պարոն Մեխակյան, եթե չհաղթեք Նիկոլ Փաշինյանին, ինչ պատասխան եք տալու։ Նոր մեկը գրել է կոմենտ, ասում է ոնց է բարձրանալու Նիկոլի ձեռքից։ Շատ լավ, ես կոմենտներին չեմ պատասխանում, մենք կայացած մենք կայացած քաղաքական ուժ ենք եւ մեր անելիքները եւ ընտրությունում հաղթելու եւ ընտրություններում պարտվելու հետ կապված դուք տեսել եք նաև կարծում եմ, որ մենք այս առիթը պետք է բաց չթողնենք, որպեսզի ավելի
բովանդակալից հարցերի քրեական պատասխան գործի ենք հետևի հաջորդ օրինակ հաղթած ընդդիմադիր տեխնատվին։ Ես եմ որոշում քրեական գործը։ Դուք կոլեկտիվ եք որոշում։ Իշխանությունը որոշում է, որ պետք է նստի այդ ընդդիմադիր տեխնատվին, գնում նստում։ Չէ, սխալ մարդու եք հարց տալիս։ Մակիցները որ քաղաքացիներն ուշադիր լինեն, որ Գյումրի իրադարձությունները չկրկնվեն, տեսան Գյումրիում ինչ եղավ։ Եթե ուզում եք, ես գնամ, դուք ձերոնցով խոսացեք, մեկնաբանեք, բարձրաբանեք։ Եղակերտ գյուղում ձեր շտաբը տեղակայված է ընտրատեղամասից 20 մետր հեռավորության վրա։ Այս խախտումը ինչով է պայմանավորված։ Խախտում չէ, մեկ վարձակալել ենք այդ տարածքը, հիմա պետք է լինի։ ընտրատեղամասից չի, նախ ընտրատեղամասը շենքը շատ ավելի հեռու է գտնվում։ Մեր մյուս շտաբն էլ Էջմիածին քաղաքում, մեկ այլ ընտրատեղամասի հարևանությամբ է, բայց դա Վաղարշապատի համայնքապետարանի մակրոն սահմանված հեռավորությունը, ներողություն եմ խնդրում, 50 մետր հեռավորությունը մուտքից ապահոված է, շենքի մուտքից 50 մետր հեռավորությունը ապահոված է։ Այսօր ինչ գրաֆիկ ունեք, որից հետ եք գնում, պետք է գնաք միջև ընտրությունների Շատ լավ։ արդյունքների ամփոփումը, սպասեք արդյունքների Նարեկ ջան, ես իմ անձնական գրաֆիկը ունեմ։ Լավ։ Եվ կներեք, ինչու է Վաղարշապատի համայնքապետարանի մակրուհիները մակրում այն ձեր բեմը։ Շատ լավ, ասեմ, նախ իրենք հարակից տարածքն էին մակրում եւ ներողություն բեմը հավաքող մարդիկ խնդրել են, որ իրենք էլ մաքրեն այդտեղ, մի պահ մաքրել են իմ տեղեկություններով։ Իրենք իրենց անձնական նախաձեռնությամբ ասել են գամ ձեր բեմը մաքրեք։ Իրենք հարակից հանրային տարածքը մաքրելուց են եղել, բեմը հավաքող անձնակազմը խնդրել է, որ մի պահ բեմը մաքրեն։ Սա է եղել ամբողջ պատմությունը։ Որտեղ ձեր հավաքին հանրահավաքի օրը։ Ժորդան, ես ոնց մեկնաբանեմ այդ հարցին, ոնց եք ուզում մեկնաբանեմ, ասեք։ Վարչական ռեսուրսի չարաշահումը։ Ես ասում եմ, մենք չէ, այդպես չի լինում։ Այդպես չի լինում, Ժորդան։ Եթե կա վարչական ռեսուրսի չարաշահում, դուք կարող եք ինքներդ դիմել համապատասխան մարմինել եւ ընթացք տվացվի դրան, բայց մեր հայտարարության տեքստը բաց է եղել եւ ես շատ ուրախ եմ, որ շատ կառույցներից կամ շատ գյուղերից, շատ տեղերից եկել են մեր աջակիցներ, այդ նաև ինչի չեք նշում, որ օրինակ բանկերից են եկել, դա էլ է վարչական ռեսուրս։ Եթե այսքան մարդը դատապարտված է, դատա ձեզ տեսել էր ու իջել էր։ Բայց դուք ֆիքսել եք, չէ՞, որ դա ընդմիջման ժամ էր։ Հա, բայց ասեց բանը, մոտեր իջել եմ Մեխակյանին լսեմ։ Չէ, բայց դուք ֆիքսել եք, չէ՞, որ ընդմիջման ժամ էր։ Որտեվ առաջի դիտողությունը ես եմ արել։ Առաջի դիտողությունը ես եմ արել, որ մեր բուժքույրը ինչ է ասել, ասել են ընդմիջման ժամը ինքը որոշել է գա այստեղ։ Ինչ նշել եք բուժքույրը։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ։ Ես իրեն չեմ նկատողություն արել, մեր թիմակիցներին եմ ասել։ Լավ, պարոն Մեխակյան, ձեզ համար ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին երկրորդ է, թե ինչպես ձեր շատ թիմակիցներ են ասում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կտրիչ Ներսիսյան։ Ես այդ հարցին չեմ պատասխանում, որովհետև ես այդ հարցից խուսափում եմ, որովհետև դա չէ, ոչ թե խուսափում, Ժորժ ջան, այդ հարցը, այսպես ասեմ, բազմիցս քննարկվել է, չարչրկվել է, բազմաթիվ անգամ անդրադարձել եմ։ Ես իմաստը ո՞րն է նորեցված։ Ես ոչ խուսափում եմ ասել Կտրիչ Ներսիսյան, ոչ խուսափում եմ ասել Գարեգին երկրորդ։ Ես չեմ ուզում մտնել մի շրջափուլի մեջ, որ այս հարցերի շրջափուլի մեջ, որ մեզ ոչ միտեղ չեն տանում։ Կա հստակ հայտ Նիկոլ Փաշինյանը մտել է, ես իմ ու ձեր խոսակցության մասին եմ ասում։ Դուք մի տարեք դա ուրիշ դաշտ, որովհետև Նիկոլ Փաշինյանը հստակ օրակարգով մտել է, դուք իրեն բազմաթիվ հարցեր տվել եք այդ առումով, ինքը ավելի շատ կաթողիկոսի հեռացման այդ արշավին, ակցիային, չգիտեմ, նախաձեռնությանը։ Ես այս պահին կենտրոնացած եմ իմ անելիքների վրա։ Ես կարծում եմ, որ իմ այլ անելիքներ, եթե ես որևէ բան այլ իմ անելիքներից զատ ուրիշ բան անեմ, իմ կոնկրետ այն գործը, որի համար ես այս պահին նշանակված եմ, կարծում եմ, որ դա իմ համար եւ մեր համայնքի համար ամենակարևոր գործն է։ Գուշավորությունը ինչով է պայմանավորված։ Ոչ մի բանով, ես գուշավոր չեմ։ Եթե ընտրվեմ, կտեսնեք այդ ամենը, եթե եթեները կլինեն հետո։ Պարոն Մեխակյան, նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չէիք լինի թեկնածու, բայց պարբերաբար կուսակցականները նշում են, որ կուսակցության ներսում ժողովրդավարություն է։ Ինչպես է ստացվում, որ մեկ մարդու աջակցությունը չվայելելը նշանակելու է ձեր թեկնածությունը չլինելը։
Չհասկացա հարցը։ Դուք նշեցիք, որ եթե Նիկոլ Փաշինյանի աջակցությունը չվայելեիք, չեք լինի տեխնացու։ Ահա։ Բայց կուսակցականները հաճախ ասում են, որ կուսակցության ներսում որոշումները ժողովրդավարությամբ Այո, ժողովրդավար ձևով վարչությունը միաձայն որոշում է կայացրել։ Եվ միաձայն որոշումը դա արդեն վարչության որոշումն է, որը որ միաձայն է, հետեւաբար եթե միաձայն է վարչության նախագահն էլ Նիկոլ Փաշինյանն է, հետեւաբար նաև անձնական իր աջակցությունն է։ Չէ, նշեցիք, որ եթե չաջակցեր, չէիք լինի տեխնացու, այսինքն եթե լիներ վարչության բոլոր անդամները լինեին կողմ Եթե եւ մենք մեկ ասում ենք, ես նկատի ունեմ Նիկոլ Փաշինյանն, որ ասում ենք անձնապես հենց իր անձը նկատի չունենք, այլ նկատի ունենք որ կուսակցության վարչությունը, որտեղ վարչության նախագահան ինքն է, վարչության նիստը ինքն է վարում։ Վարչություն կամ մեխանիզմ։ Ժորժ ջան, այս հարցի վերաբերյալ եմ ասում, եթե ասում եք Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, հիմա ի՞նչն է խնդիրը ձեր։ Պարոն Մեխակյան, ամբողջ խնդիրն այն է, որ ողջ քարոզարշավի ընթացքում ոնց հասկացանք, ձեզ ավելի շատ ընկալում են մարդիկ որպես Մեխակ Մեխակյանի որդի եւ դուք էլ խուսափում եք այդ ասոցիացումից ԿՊ-ի հետ։ Եվ ես շատ ուրախ եմ, ես շատ հպարտ եմ, ես իմ կյանքում ոչ մի իմ արած եւ իմ կատարած որոշման համար չեմ փոշմանել Փառք Աստծո եւ կարծում եմ, որ չեմ փոշմանելու, որովհետեւ այստեղ ոչ մի խուսափողական բան չկա, եթե ես խուսափեի այսօր ձեր առն բան չկա, եթե ես խուսափեի այսօր ձեր առաջ հարցազրույց չէի տա, ես բազմիցս անդրադարձել եմ այդ հարցերին, ինձ վերաբերող հարցերին, լավ կլիներ ուղղակի հարգելի լրագրողներ, դուք հարց տայիք այն մարդկանց, այն քաղաքական գործիչներին, որոնք փորձում են իմ հոր անվան կամ իմ հոր հիշատակը շահարկելով քաղաքական որևէ շահ հետապնդել կամ փորձել իմ անունը ցեխոտել եւ այլն եւ այլն։ Ճշմարտություն չկա նրանց ասած։ Իհարկե ոչ։ Դա մարդու անձնական դաշտ մտնել է կամ մարդու սեփական անձնական դիրքորոշումը փորձել հանրությանը իրենց քաղաքական շահի համար ինչ որ բան հրամցնելը դա առնվազն ազնիվ չէ։ Շատ գործի մասին բայց ինչն է ձեզ համար։ Չէ, տեսեք, ես իմ մասով եմ ասում, ես տարակուսանք չունեմ։ Որտեղ ձեր հայրը Արցախը ազատագրել է, իսկ ասում են որդին կանգնել է Արցախը հանձնածների կողքին։ Դե հասկանում եք այդ դիսկուսը ինչքան արդեն չարչրկված է, որ այսինքն Արցախը հանձնողներին դա այտենց մի հատ իրենց համար դիլեմա են սարքել, որ քաղաքական որոշ քաղաքական ուժեր, որ իրենք էլ չեն կարողանում դրանից դուրս գալ, այսինքն այլ քաղաքական ասելիք չունեն։ Իսկ Արցախը ինչ եղավ մեր, հա, դուք կարող եք 5 անգամ էլ պնդել դա, բայց ասեմ դրանից իրականությունը չի փոխվում, Արցախի հետ ինչ եղել է մեր բոլորի աչքի առաջ է եղել եւ մեր իրականությունը դա 30 տարի, 50 տարի առաջ չի եղել, որ մենք չլինենք կամ փոքր եղած լինենք։ Մեր բոլորի աչքի առաջ եղել, մենք բոլորս գիտենք ինչ եղավ Արցախի հետ։ Շնորհակալ եմ ձեր թույլտվությամբ։ Կներեք Ծիածան համայնքից Գևորգ Մանուկյան անունով անձը մեծ հետ հարցազրույցում պնդում էր, որ ձեր ընտանիքի անդամները ընտրակեղծարարներ են եւ ասում էր, որ ձեր փեսան մասնավորապես նախկինում կաշառք է ստացել, մեքենայի տերը եղել, մի հատ կբացատրեք ինչ։ Ես նմանատիպ անձանց, ես չգիտեմ ում նկատում եք, նմանատիպ անձանց եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս ուղղակի ահազանգել ոստիկանություն նման հայտարարություններից հետո։ Պարոն Մեխակյան, եթե դուք ընտրվեք վաղար Ինքը շաբաթի հրավիրում էր, ասում էր, եթե որևէ բան սուտ եմ ասում եւ զրպարտում եմ, դուք դիմեք դատարան։ Եթե չեք դիմում, լռում եք, նշանակում է համաձայնեք իմ ամեն բառի հետ։ Չի լինում, էլի, այդպես չի լինում, Ժողովուրդ ջան։ Չէ, մի որոշի Մարիամ ջան, վերջին հարցը։ Խոյ համայնքի ընտրությունների ժամանակ խոսել եք ձեր հոր պատգամից, արդյոք այս քաղաքական ուժը, որի կողքին կանգնել եք, հետևում է ձեր հոր պատգամին, հատկապես երբ որ առանձնացնում է իրական ու պատմական Հայաստանն է։ Ձեր հարցի իմաստը ո՞րն է չհասկացա։ Այո, դուք ասում եք, որ ձեր հոր պատգամը Քաղաքական ուժը իմ անձնական, իմ արտահայտվելու հետ ինչ կապ ունի, իմ անձնական դիրքորոշումը։ Պարոն Մեխակյան, եթե մի կուսակցություն եք ընտրել, որի գաղափարախոսությունը չի հակասում, որովհետև գաղափարախոսությունը մենք պետք է հաշվի առնենք ինչ իրողության պայմաններում, ինչ աշխարհաքաղաքական իրողության պայմաններում ենք մենք ապրում, եւ եկեք ընդհանրապես վաղաշաբաթի ընտրությունները չվերածենք աշխարհաքաղաքական հարցերի։ Մի րոպե, ես վաղար շաբաթից հաստամ բան։ Սկզբունքներին գաղափարախոսությանը։ Ներողություն եմ խնդրում էլի, մի քիչ եկեք կոռեկտ հարցեր տանք էլի, դավաճանել, չդավաճանել։ Ես ոչ մեկին չեմ վիրավորում, հարգում եմ բոլորի դիրքորոշումները, բայց ես խնդրում եմ իմ անձի մասին խոսելիս խնդրում եմ գոնե մի փոքր հետաքրքրվեք, թե օրինակ, ասենք մեր գյուղում ես
ինչքանով եմ հարգանք վայելում կամ չէ, կամ իմ կամ չէ, նույն քաղաքական առումով էլի, բայց չի կարելի, դուք հասկանում եք, դուք ձեր ինչ Կիկոսի մահն եք դուք ասում, Վահե ջան, այսինքն եթե լիներ այսպես, եթե այդպես չի լինում, եթե չնայում։ Ես խիստ կասկածում եմ։ Պարոն Մեխակյան, տեսեք, դուք որ լինեք Վաղարշապատի համայնքապետ եւ Նիկոլ Փաշինյան, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը մի րոպե դիմի հոգեվոր հավաք անցկացնելու Արեգ ջան, ես այդ հարցին ուղիղ պատասխան դուք որպես համայնքապետ արտոնելու եք այդ հավաքը թե ոչ։ Լինի, եթե ես այսպես ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանը որոշեց որևէ միտեղ Հայաստանի Հանրապետություն հավաք անցկացնել, այս պահին չկա որևէ մեկը, որ չկարողանա արտոնել։ Կարողա ձեր